Մրգերի մասին խոսելով, ո՞րն է չափը, պարոն Մկրտչյան, առողջ մարդու համար։ Այստեղ կարծես թե նորից անդրադառնում ենք նրան, որ ինսուլինի տատանումներից խուսափելու համար մրգի չափաբաժինը պետք է իջեցնել, արդյոք այդպես է։ Երկու չափաբաժինը դա մինիմումն է, ես միշտ ասում եմ 2-ից 4, 3-ը վերցնելով որպես ոսկե միջին։ Ուղղակի խնդիրն է, որ մենք պետք է հասկանանք որն է չափաբաժինը։ Չափաբաժինը այն չի, որ մենք միանգամից կերանք։ Մենք որտեղ մենք միանգամից կարող ենք ուտել 8 չափաբաժին։ Չափաբաժինը մեկ չափաբաժին դա մոտավորապես մեկ միջին միրգն է։ Այո, մեկ միջին նարինջը, մեկ միջին խնձորը, մեկ միջին դեղցը, այդ տրամաբանությամբ կամ կես բաժակ հատապտուղը, հա, այդ տրամաբանությամբ կարելի է հաշվարկել 2-3 չափաբաժին օրական։ Բայց այստեղ մենք մի հատ ուրիշ խնդիր ունենք։ Նույն ձեր նշած սննդային թելիկները, սննդային թելիկները երկու մեծ խումբ ունեն՝ լուծվող եւ չլուծվող։ Այդ մրգերում հիմնականում լուծվողն է եւ բանջարեղենում։ Չլուծվող սննդային թելիկներ մենք ունենք ամբողջահատիկ հացահատիկում, հացամթերքում։ Եվ իրենք ունեն տարբեր գործառույթներ։ Այդ իմունիտետ եւ այլն, այդ որ դուք նշեցիք, դա լուծվողին է վերաբերում, հա, եւ ինքը հրաշալի սնունդ է եւ հակականցերոգեն էֆեկտ ունի, բայց որպիսի աղիների աշխատանքը նորմալ կատարվի եւ փորկապության դեմ պայքարվորպես, մեզ պետք է չլուծվողը, որը իր մեջ ջուր է պահելու, մեծ զանգված է ապահովելու աղիքի լուսանցքում եւ այլն։ Իսկ եթե ես հանում եմ ամբողջահատիկը եւ թողնում եմ ընդամենը 2 չափաբաժին, մեծ է ռիսկը, որ ես կունենամ չլուծվող սննդային թելիկների անբավարարություն։ Հետևաբար նաեւ փորկապության խնդիր։ Այո։ Այդ դեպքում պիտի ասենք, որ միրգը բանջարեղենը պետք է առանց կլպելու ուտել։ Դրա մասին որևէ խոսք